Սպասված ակցիայի իդեալ համակարգից։ Փոխարինեք ձեր 5 նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները idealsystem.am Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպության իրավաբան Հասմիկ Հարությունյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Հարությունյան, խոսելու ենք Արևելյան գործընկերության երկրների տարբեր մակարդակներում չափումներից, առաջընթացից, գուցե հետընթացից, ընդհանուր իրավիճակից։ Դե սկսենք նախ բնականաբար Հայաստանի մասով, Արևելյան գործընկերության ինդեքսներով, ինչ արձանագրումներ ունենք, ուր ենք գնում, ինչ վիճակում ենք եւ մեզ պատմեք թե այս ինդեքսները ինչ տրամաբանությամբ են հրապարակվում, հա, համեցեք։ Շնորհակալ եմ Ժիրայր հրավերի եւ այս թեմային անդրադառնալու համար, որովհետեւ իսկապես շատ կարեւոր է խոսել այս գնահատականների մասին, անկախ թե տվյալ օրվա օրակարգում ինչպիսի հրատապարծեր կլինեն, որովհետեւ հենց այս գնահատականներն են, որ կանխորոշում են թե ուր ենք հասել եւ ինչպիսի դեռևս լրացնելու տեղեր ունենք եւ օրենսդրական եւ պրակտիկ մակարդակում։ Երկու բառով նախ ներկայացնեմ, եթե թույլ կտաք այդ ինդեքսի մասին, սա արևելյան գործընկերության շրջանակներում ներդրված պետությունների ներսում տարբեր ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, հա, հաշվետվողականություն, ժողովրդավարություն, ընտրություններ, մեդիա ազատություն, խոսքի ազատություն եւ մի շարք այլ ոլորտներում, նմանապես նաեւ օրինակ ԵՄ-ի հետ ապրոքսիմացիայի հետ կապված առանձին ոլորտներում ինչ վիճակ կա եւ դեռևս ինչ անելիքներ ունենք։ Եվ սա յուրաքանչյուր տարի որոշակի այսպես պարբերականությամբ իրականացվող գնահատում է, որի հիման վրա պետությունը ստանում է որոշակի ցուցիչ, հա, ինդեքսի տեսքով եւ կարող ենք համեմատելով եւ նախկին տարվա գնահատականի հետ եւ տեսնելով նաեւ այդ մեթոդոլոգիայի հիման վրա թե որ ոլորտներում են բացեր նկատվել, ինչի կարիք կա տվյալ պետության ներսում հաջորդ գնահատականին ընդառաջ փոփոխություններ մտցնելու համար։ Իսկ եթե ընդհանրական մի հատ մեզ գնահատենք այդ ինդեքսով Հայաստանը, հա, ինչպիսին է լինում պատկերը։ Հայաստանի պարագայում մենք ունենք շատ հետաքրքիր զարգացումներ, որը պետք է միանգամից ասեմ, որ այնպես չի, որ միայն Հայաստանն է այս պատկերը ցույց տալիս, հետ խորհրդային բոլոր երկրները, որոնք անցում են կատարում ժողովրդավարության, ունենում են տարբեր փուլեր, հա, եւ ցնցումային եւ որոշակի կայուն վիճակ, եւ այդ կայուն վիճակից հետո եթե շատ արագ քայլ առաջ չի կատարվում արդյունավետ բարեփոխումների տեսքով, օրակարգում դա չի լինում, շատ վտանգավոր վիճակ է ստեղծում, որովհետեւ ճահճացման եւ հետընթացի ռիսկը շատ ավելի մեծ է լինում։ Մենք 18 թվականից հետո 19, 20, 21 թվականներին ունեցել ենք բավականին հետաքրքիր արդյունքներ, շատ բարձր գնահատականներ եւ ես այստեղ պիտի ասեմ, որ առանձին դեպքերում մի շարք ոլորտներում, նույնիսկ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի հետ համեմատության պարագայում, ովքեր ավելի վաղ էին այդ ԵՄ-ի անդամակցման գործընթացը սկսել, մենք ցույց ենք տվել շատ լավ գնահատականներ եւ հիմա կան ոլորտներ, որ օրինակ Վրաստանի կամ Ուկրաինայի հետ համեմատելով կարող ենք տեսնել, որ օրենսդրական մակարդակում ունենք լավ ցուցանիշներ։ Բայց խնդիրը այն է, որ նախորդ գնահատման ժամանակ առանձին ոլորտներում արձանագրվել էր ռեֆորմի ճահճացում, backsliding, հիմա ունենք ոլորտ, օրինակ, որ դրանից հետո նույնիսկ նվազել է միավորը, ճիշտ է, շատ չնչին այսպես գնահատականների մասին է խոսքը, բայց հետընթաց արձանագրում, օրինակ դատական իշխանության ոլորտում, դատական իշխանության անկախության հետ կապված, ընդ որում պիտի նշեմ, որ այս հերթական գնահատումը 2025 թվականի ընդգրկում է 23 թվականի կեսից մինչև 24 թվականի վերջը ընկած ժամանակահատվածը եւ ընդ որում Հայաստանի պարագայում հաստատի այս վերջին 6 ամիսների զարգացումները որևէ կերպ չեն տեղավորվել այդ գնահատականի մեջ։ Սա հաջորդ գնահատականի մաս կդառնա եւ ես իսկապես տխրությամբ եմ ասում, որ միգուցե մեր հաջորդ գնահատականները շատ ավելի վատ լինեն, ինչը կվկայի, որ ռեֆորմները իսկապես չեն շարժվում տեղից եւ թեպետ օրենսդրական մակարդակում մենք ունենք մի շարք լավ կարգավորումներ, ինչը ցույց է տալիս, որովհետեւ մեթոդոլոգիան այնպեսին է, որ շատ շեշտադրում կատարվում է նաեւ հենց օրենսդրական հիմքերի վրա, որը արդեն պահանջում է, որ իրավասու մարմինները, պետական պաշտոնատար անձինք հետևողականություն ցուցաբերեն այդ ամենը կյանքի կոչելու համար, հա։ Օրինակ տեսեք, մենք դատական իշխանության պարագայում 2-3 տարի շարունակ եղել ենք առաջինը։
նույնիսկ Մոլդովայից եւ Ուկրաինայից առաջինը, ովքեր ԵՄ-ի հետ այդ ասոցիացիան շրջանակներում շատ ավելի առաջ էին սկսել այդ process-ները, կարծես թե Մոլդովայում վեթինգի եւ այլ բարեփոխումների հետ կապված շատ ավելի վաղ էր սկսվել process-ներ, բայց այս տարի Հայաստանը զիջեց իր տեղը Մոլդովային, որովհետեւ Մոլդովայում այդ ոլորտի բարեփոխումները շատ ավելի արագ են ընթանում։ Ես չեմ կարող ասել ինչքանով է դա հողի վրա արդյունավետ, բայց ցավալիորեն պետք է նշեմ, որ ակնհայտ էլ իրականում զգացվում է Հայաստանի ներսում էլ, որ դատական համակարգի բարեփոխումները ցավոք սրտի ինչ-որ մի կետից մնացին թղթի վրա եւ ամբողջությամբ էլ այնինչ նախատեսված էր մի քանի տարի առաջ, որպես այդպեսին կյանքի չկոչվեց։ Այլ չեմ էլ խոսում պրակտիկ որոշակի զարգացումների մասին, որ տեսեք, միջազգային գնահատականները, զեկույցները այնպեսին են, որ մենք կարող ենք շատ լավ տենդենսներ ցույց տալ այս օրենքը ընդունելով, օրենքի մեջ այս փոփոխությունը կատարելով, բայց տեղի ունենա մեկ զարգացում, հա, մեկ ինչ-որ նուրբ գործով, քաղաքական զգայուն գործով եւ դա ամբողջ համակարգի նկատմամբ վստահությունը գցի եւ ընդհանուր ռեյտինգի մասով դա դառնում է շատ լուրջ խնդիր, որովհետեւ մեկ զարգացումը նույնիսկ կարող է ամբողջ համակարգի համար հետագայում խնդիր դառնալ։ Իսկ այդ ինդեքսում օրինակ նույն դատաիրավականի մասով մատնանշվում է թե որ շատ զգայուն հարցն է, որ բերել է այդ ընդհանուր։ Առանձին ոլորտներ կան, որոնց ուշադրություն դարձվում է, բոլոր երկրները նույն այդ ոլորտներով զգայուն հարցերով են գնահատվում, սկսած նրանից օրինակ ինչպես է տեղի ունենում դատավորների նշանակումը, առաջխաղացումը եւ պաշտոնից ազատումը։ Առանձին հարցեր են նաեւ կարգապահական պատասխանատվության ենթարկելը եւ ոչ միայն Հայաստանում, այստեղ պիտի նշեմ, որ բոլոր երկրներում է դատավորներին պաշտոնի նշանակելը նշվում է, որ խնդրահարույց է, որովհետեւ օրենքով նախատեսված հիմքերը, երաշխիքները ոչ միշտ են հաշվի առնում եւ Հայաստանի պարագայում մասնավորապես շեշտում է, որ հատկապես բարձր ատյաններում ոչ այնքան իրենց արժանիքահեն արժանինքների կարողությունների համար է նշանակումները կատարվում, այլ հաճախ դա որոշակի կապերով ուղեկցված է լինում, որը բնականաբար ազդում է նույնը նաև առաջխաղացման վրա։ Խնդրահարույց են դիտարկվում նաև կարգապահական պատասխանատվության հետ կապված հարցերը, այլ մտահոգիչ ոլորտ, որ արձանագրվել է, ինչքան էլ այս ոլորտում աշխատում են, տեսնում ենք, որ ջանգործադրվում է, բայց շատ լրջագույն համակարգի հարց է, որ օրինակ կանանց ներգրավվածությունը շատ ցածր է համակարգում, հա, եւ ընդհանուր կառավարման համակարգում, դատական համակարգում, բայց ելնելով մեր տեղեկացվածության, ընդհանուր process-ների ներգրավվածության այս կարող ենք ասել, որ այլ առհասարակ կանանց ներգրավվածությունը շատ քիչ է, բայց դատական համակարգում հատկապես կրկին բարձր ատյաններում կանայք ավելի քիչ են։ Սա ինքը ավելի խորքային հարց է, որը բազմոլորտ լուծումներ է պահանջում եւ դու չես կարող սոսկը օրենքով խթանել առանց հաշվի առնելու պրակտիկ մի շարք այլ առանձնահատկություններ, որոնք միշտ իգական սեռի համար խնդիր են լինում։ Այս խնդիրը այլ երկրներում նույնպես կա։ Օրինակ կան ոլորտներ, որոնք շատ ավելի խնդրահարույց են մի խումբ այլ երկրների համար, օրինակ Մոլդովան ցուցաբերելով շատ լավ արդյունքներ, բայց օրինակ դատական ակտերի կատարման հետ կապված խնդիր է ցուցաբերում, որովհետև լինում են դեպքեր, երբ որ կարևորագույն գործերով վճիռներն անգամ կյանքի չեն կոչվում, որովհետև համապատասխան մեխանիզմները չեն գործում։ Օրինակ առանձին քննարկման ոլորտ գնահատման նաև դիտարկվում է թափանցիկությունը դատական համակարգի նիստերը, հա, process-ները ինչպես են ընթանում, եւ այստեղ ինչպես մի շարք այլ ոլորտներում վատ առումով առաջամարտիկներ են, օրինակ Բելարուսը եւ Ադրբեջանը։ Ընդհանուր առմամբ ես այսպես եմ բաժանում, հաշվի առնելով նաև որոշակի արդեն իսկ ԵՄ-ի հետ անդամակցության ասոցիացման process-ներ, Ուկրաինա, Մոլդովա մի, այսպես ասած, զամբյուղի մեջ, որտեղ կար նախկինում նաև Վրաստանը։ Հիմա Վրաստանը տեղը զիջում է մի շարք տեղերով, եթե նայենք շատ այլ հարցերում, օրինակ Հայաստանը առաջ է անցնում, նույնիսկ Վրաստանը։ Այդ զամբյուղում Վրաստանը տեղը զիջում է Հայաստանին։ Ինձ թվում է հաջորդին արդեն ավելի պարզ կլինի, օրինակ տեսեք, այստեղ մենք Վրաստանի հետ կապված շատ հարցերում ունենք հետընթաց եւ առանձին ոլորտներում կա նույնիսկ, օրինակ նույն դատական համակարգը Հայաստանի պարագայում գնահատվել է 0.87
մոտ, Վրաստանի պարագայում 0.45 է, տեսեք տարբերության մեծությունը։ Չեմ ասում գրեթե կրկնակի, բայց մեծ է։ Բայց այլ ոլորտներ կան, որ դեռևս Վրաստանը շարունակում է առաջամարտիկ լինել, նույն կոռուպցիայի հետ կապված հարցով էլ հաշվի առնելով օրենսդրական կարգավորումները, Հայաստանը կրկին առաջատար է Վրաստանից էլ եւ նույնիսկ Ուկրաինայից էլ Հայաստանը առաջատար է։ Այստեղ օրենսդրական մակարդակը հաշվի առնելով կարգավորումների կան։ Ես չեմ խոսում ինչպիսի պրակտիկ դրսևորումներ կարող են լինել։ Այստեղ չի քննարկվում կոռուպցիոն ռիսկերը ինչպես են հաշվի առնվում, պրակտիկայում ինչպես են գործերը քննվում, հա, սա այլ որոշակի հարցության մեջ է, բայց բազայի տեսանկյունից լավ հիմքեր կան, որը արդեն պիտի պրակտիկ ուժայինների մակարդակում էլ, դատարանների մակարդակում պատշաճ քննության առարկա լինի, եթե օրինակ խնդիրներ կան։ Օրինակ, եթե թույլ կտակ մի հարց, որ օրինակ մենք միջազգային հարթակներում այլ հարցերով ենք Ադրբեջանի պարագայում ներկայացրել, նույն դատավարությունների թափանցիկության, հրապարակայնության հետ կապված, հաշվի առնելով մեր հայազգի գերիները, ովքեր այնտեղ պահվում են եւ փաստացի ոչ մեկ հասանելիություն չունի, որ դիտարկի, մոնիտորինգ անի, մասնակցի նույնիսկ փաստաբանները, ուրախալի է, որ այդ արձանագրումները կան արդեն նման գնահատականները, որ առհասարակ Ադրբեջանը լուրջ խնդիր ունի ներսում ընթացող process-ներին հանրային մասնակցություն, թափանցիկություն, հա, ապահովելու առումով իրենց իսկ ազգակիցների, քաղբանտարկյալների դատավարությունների մասով էլ։ Էլուր մնաց հայ ռազմագերիների պարագայում, այսինքն կան հետաքրքիր արձանագրումներ, նույն օրինակ մարդու իրավունքների բլոկի հետ կապված, այստեղ Հայաստանի պարագայում շատ հետաքրքիր է, որ թեպետ հաշվի են առնվել ոստիկանություն քաղաքացի հարաբերություններում խախտումները, հավաքների ընթացքում որ տեղի են ունենում, բայց մեխանիզմների տեսանկյունից, օրինակ Հայաստանը վավերացրել է որոշակի միջազգային փաստաթղթեր, օրենսդրական բազա է ստեղծել, այդ ամենը կրկին դրական գնահատվում է։ Ես ինքը շատ ուրախ եմ, որ մարդու իրավունքների բլոկի հետ կապված արձանագրված է նաև, որ ընդհանուր իրավիճակի վրա ազդել է նաև 23 թվականի վերջին ստեղծված հումանիտար ճգնաժամը, քանի որ ունեցել ենք բազմահազար էթնիկ հայեր, ովքեր բռնի տեղահանվել են եւ բնականաբար դա ներսում նոր մարտահրավերներ է ստեղծել։ Այսինքն այս փաստաթուղթը եւ նմանատիպ այլ փաստաթղթեր էլ որ կան, կարեւոր իրենցում արձանագրում ունեն, որը տեղում եւ քաղաքասարակության համար աշխատանքի տեսանկյունից եւ իշխանություններին հետագա իր թե որ ոլորտներ օրինակ օրենսդրությունը պետք է լավացնել, որ ոլորտներում պրակտիկայում աշխատելու անհրաժեշտություն կա, կարևոր ցուցիչ է, նաև բնականաբար միջազգային կազմակերպությունների համար էլ, որպեսզի իրենց ծրագրային քաղաքականությունը որոշելիս արդեն իրենց համար պարզ լինի, որ ոլորտների վրա կարելի է այդ գործողությունները աշխատեցնել։ Մի խոսքով Հայաստանի մասով ամենախնդրահարույցը դատական համակարգն է։ Չէի ասի ամենախնդրահարույցը, մենք ունենք շատ ավելի լուրջ խնդիրներ, օրինակ հավասար հնարավորությունների եւ խտրականության բլոկով մենք շատ հետ ենք գտնվում, ընդհանուր միջև կարող ենք չասեմ հասնել, բայց Ադրբեջանի եւ Բելարուսին հետևից ենք գնում։ Այստեղ ինչու, որովհետեւ մենք 10 տարուց ավել է խտրականության մասին օրենք չենք ընդունել։ Ասում են աշունը լինելու է, դա կփոխի պատկերը։ Եթե ընդունվի, այստեղ շատ մեծ այսպես մի հատ փիչկա ենք ունենում, որի հաջորդ քայլը պիտի լինի պրակտիկայում դրա արդյունավետ աշխատեցնելը, բայց մենք այս ընդ որում խտրականության եւ հավասար հնարավորությունների մասով այս գնահատականին առաջին անգամ չի որ բախվում ենք։ Տարիներ շարունակ առնչվել ենք, սա լուրջ խնդիր է։ Այստեղ վատ է Հայաստանի վիճակը նաեւ հանրային կառավարման, public administration-ի հետ կապված, խնդրահարույց արձանագրում ես տեսնում եմ նաև օրինակ state accountability հաշվետվողականության հետ կապված եւ այստեղ մի շատ հետաքրքիր արձանագրում կա զեկույցի մեջ, որը կարծում եմ իրավասու մարմիններին էլ իշխող ուժին պիտի ազդակ լինի հետագա նմանատիպ իրավիճակները կանխելու համար, խոսքը նրա մասին է, թե ինչպես իշխող ուժը նախաձեռնեց արդարադատության նախարարի պաշտոնից հեռացումը եւ հետագայում ինչպես այն անձինք, ովքեր որ նախաձեռնել էին, փորձեց հայտ ներկայացնել ինքը արդարադատության նախարար դառնալու համար։ Սա կարող է ներպետական մակարդակում հասարակության մեջ այլ կերպ քննարկվել, կարծես թե դե մեծամասնություն ստացած իշխող ուժն է, ինչ ուզի կարող է անել, բայց այդպես չէ։
իշխող ուժը ով ունի մեծամասնություն չի կարող անել այնինչ ուզում է, որովհետև կա սահմանադրություն, կան ներպետական օրենսդրություն եւ կան ընթացակարգեր, մեխանիզմներ, թե ինչպես պետք է եւ գործադիրում եւ այլ ոլորտներում է եւ պաշտոնի նշանակումը տեղի ունենա եւ պաշտոնից ազատումը։ Այ երբ որ այդ ուժից ինչ որ մարդիկ ներսից process են սկսում, որպեսի հանեն պաշտոնից անհասկանալի պատճառներով, օրինակ գործադիրի ինչ որ ղեկավարի հետո հայտ են ներկայացնում պաշտոնը վերցնելու, դա state accountability հաշվետվողականության կոպտագույն խախտում է, ընդհանուր նույնիսկ չարաշահման տարեր է նկատվում։ Խոսում է նաև նրա մասին, որ մեր համակարգը առհասարակ այնպիսին է, որ չնայած ընդդիմությունը օրենսդրությամբ, սահմանադրությամբ նախատեսված ունենալով բոլոր հնարավորություններ, օրինակ տարբեր process-ներին մասնակից լինելու, մարմինների ձևավորմանը մասնակցություն ունենալու, փաստացի որևէ process-ի չի մասնակցում, որովհետև դա ձևական բնույթ է կրում իրենց ունեցած մանդատների քանակի հաշվին, այսպես ասեմ, եւ օբյեկտիվորեն արձանագրենք, որ հաշվի առնելով նաեւ այն մթնոլորտը առհասարակ թե ինչպիսին կա ազգային ժողովում, բայց սա խոսում է նաեւ առհասարակ ժողովրդավար երկրում որոշումների կայացման, ինստիտուտների ձևավորման, ընթացակարգի եւ process-ների մասին, թե ինչքանով դրանք կարող են օրինական եւ մասնակցային լինել, հաշվի առնելով ընդդիմության մասնակցություն։ Ես չեմ խոսում որակի մասին, հա, սա այլ հարց կարող է լինել մասնակցության, որովհետև դա հենց այդ զսպիչների ապահովման կարևորին երաշխիքներից կարող է լինել։ Դատական համակարգ, հանրային կառավարում, ընտրություններ, մեդիայի հետ կապված մենք ունենք շատ պետության համար կարևոր ազդակ, դուք ինձ լավ հուշեցիք, որ սրա մասին էլ խոսեմ, արձանագրվում է, նախ այստեղ նույնպես մենք միավորի տեսանկյունից ունենք մտահոգիչ պատկեր, բայց ինչն է ազդել, հայերեն պիտի փորձեմ թարգմանել, սլեփերը, որոնք իշխանությունները օգտագործում են հանրային հարցերի շուրջ բողոքող անձանց վերաբերյալ դատական գործերի մասով։ Օրինակ, երբ որ ակտիվություն են ցուցաբերում, ինչ որ մի բանից խոսում են իրավապաշտպաններ, հա, ակտիվիստներ, օգտագործվում են քաղաքացիական կամ քրեական դատարանի մեխանիզմներ պատասխանատվության դաշտ բերելու համար, որի հիմնական նպատակը լրացնելն է։ Եվ այստեղ խոսվում է ինչպես Լիդիանի աշխատակազմի Ամուլսարի, հա, բանի հետ կապված որոշակի process-ներ, երբ որ մարդիկ ովքեր փորձել են բողոքել, նրանց դեմ դատական process-ներ են սկսվել եւ ամենակարևորը ցավոք սրտի բառացիորեն շարադրված է Տիգրան Ավինյանի կողմից լրատվականների առանձին լրագրողների դեմ ուղղված դատական process-ները եւ հանրային այլ պաշտոնատար անձանց կողմից, որոնք միտված են լրացնելու, այսինքն փորձ է արվում բոլոր այն դեպքերում, երբ որ անձինք ինչ-որ հանրային կարևոր հարցի շուրջ օրակարգ են ստեղծում, բողոքի ինչ-որ ազդակ են տալիս, ինչը նորմալ է, օբյեկտիվ է, հաշվետվողականություն դաշտ բերելու մեխանիզմ կարող է լինել, գործադրվում են դատական process-ները, որ ընդհանուր միջև շատ ֆինանսական պահանջներով, հա, տուգանքի տեսքով հետագայում դա կարող է լինել, ինչը բնականաբար եւ քաղաքասարակության եւ ակտիվիստների համար կարող է ազդակ լինել, ճնշման այսպես տպավորություն ստեղծել, որ հետագայում նման process-ներին արդեն մասնակցության տեսանկյունից քայլ հետ կատարեն, այսինքն լրացնելու նպատակ կարող է հետապնդել եւ սա արձանագրված է, որ տասնյակ են դեպքերը եւ միտումը լրացնելն է, ընդ որում մեդիայի տեսանկյունից այստեղ արձանագրված է նաեւ շատ անառողջ վիճակը մեդիա դաշտում հայաստանյան, որ բևեռացում գոյություն ունի օպոզիցիոն եւ իշխող ուժի պարագայում եւ շատ դժվար է մեջտեղում գտնել այն իսկապես վստահելի, հա, լրատվական հոսքերը, աղբյուրները, որոնք հասարակությանը կարող են տալ վստահելի տեղեկություններ, հա։ Ընդհանուր առմամբ, եթե նույնիսկ համեմատական էլ տանենք 6 երկրների մասով, հաշվի առնելով զարգացումները, այստեղ իսկապես պիտի Հայաստանի համար ազդակ լինի, որ այնպիսի process-ներ չստեղծվեն, որը մեզ, այսպես ասեմ, Վրաստանի օրինակը պիտի ազդակ լինի, որպեսզի մենք արդյունքներ գնահատելուց հետո չհայտնվենք այնպիսի վիճակում, որ փաստացի գահավիժում հետընթաց տեղի ունենա։ Անկախ նրանից, թե ինչպես դա կբարձրացնեն, կարդարացնեն, կարծում եմ իշխանությունները այս 7 տարիների ընթացքում ունեցել են բոլոր հնարավորությունները եւ օրենսդրական եւ պրակտիկ մակարդակում բավականին երաշխիքներ ստեղծելու համար, այսինքն թվարկած բոլոր ոլորտների եւ շարունակական զարգացման։ Մեզ մոտ ցավոք սրտի, ինչպես ես նշեցի, նախորդ անգամ որոշակի ճահճացման
մասին էինք խոսում, հիմա այն ոլորտները, որ կա, արդեն շատ չնչին ճիշտ է տարբերությամբ հետընթաց կա, բայց սա պիտի ազդակ լինի։ Ընդ որում ես էլի եմ ուզում կրկնել, հարգելի ժիրայր, որ սա հաշվի չի առել 25 թվականի առաջին 6 ամիսները, եւ մենք առաջին 6 ամիսներին ունեցել ենք շատ խնդրահարույց զարգացումներ, պրակտիկ դրսևորումներ, որ հետագայում ազդելու են, եւ ավելին ասեմ, նույն դատաիրավական զարգացումների տեսանկյունից, օրինակ նախորդ ընթացիկ ռազմավարությունը, որը ընդունված է, այն ծավալով եւ արդյունավետությամբ օրինակ, որով նախատեսված է, կյանքի չի կոչվում, բայց մենք արդեն մտածում ենք հաջորդ ռազմավարության մասին եւ մի շարք գործողություններ եւ նպատակներ մեխանիկորեն տեղափոխվելու են հաջորդ ռազմավարություն առանց ամբողջությամբ կատարվելու եւ ոչ էլ տրամադրելու նորմալ, բացատրություն, թե ինչու դրանք չեն իրականացվել։ Սրանք երևույթներ են, որ բնականաբար ազդում են համակարգի վրա եւ գիտեք, այստեղ պիտի նաեւ օբյեկտիվորեն արձանագրենք, որ ամենայն լրջությամբ այս ամենը շատ կարևոր է մեզ իրավապաշտպաններից, հանրային հաշվետվականությունը իրականացնող անձանց, պետական մարմինների համար կարևորագույն սրանք գնահատումներ են, որոնք օգնում են հասկանալ որտեղ է լավ, որտեղ է վատ, ինչ կարող ենք անել, բայց այնուհանդերձ կարծում եմ, որ ինքներս ներսում պիտի անկախ որևէ գնահատականից շահագրգռված լինենք, որ այն process-ները, որոնք որ նախատեսված են բնականon աշխատելու, այն հնարավորությունները, որ կան, օրինակ օրենսդրական մակարդակում, նույն խտրականության մասին օրենքը ոչինչ չի խանգարում, որպեսզի վերջապես այդ օրենքը ընդունվի, ինչ որ մի ծավալով, հաշվի առնելով տարբեր հանրության տարբեր մակարդակներում արկա տարբեր մտահոգություններ, խնդիրներ, բայց վերջի հիմք դրվի, որովհետև նույնիսկ այստեղ եթե կարելի է կարող եմ որոշակի լրացում կատարելով է ասել, կա հանրության մեջ շատ թյուր ընկալում, որ խտրականության մասին օրենքը միայն LGBT համայնքի համար է։ Ոչ, մեզնից յուրաքանչյուրը, այո, մեզնից յուրաքանչյուրը կարող է այս օրենքի անհրաժեշտությունը կյանքի տարբեր փուլերում աշխատանքից սկսած, քաղաքական հայացքների իրացում, հանգստի իրացում, գործի աշխատանքի բերումով, կրոնից տարբեր ոլորտներում մեզնից յուրաքանչյուրը կարող է խտրական վերաբերմունքի արժանանալ եւ պարզել, որ պաշտպանության բավարար հիմքեր չունի։ Այսինքն այստեղ նաեւ պետությունը պիտի կարողանա ճիշտ հաղորդակցվել եւ ցույց տալ դրա անհրաժեշտությունը։ Հակառակ դեպքում արդեն 10 տարուց ավել մենք խոսում ենք մի երևույթի մասին, որը պիտի լինի, բայց չկա։ Ընդ որում ասեմ, սա ես միայն այս փաստաթուղթն է։ Եթե մենք խոսում ենք ԵՄ-ի հետ ավելի մոտիկանալու համար, դա պարտադիր պահանջներից մեկն է։ Այո, առանց դրա չի կարող լինել։ Մենք հետագայում կարող ենք շատ ավելի լուրջ խնդիրների բախվել, որովհետև այստեղ օրինակ ԵՄ-ի հետ բանի տեսանկյունից քաղաքականության մոտեցման տեսանկյունից մենք էլի ունենք լրջագույն հարցեր, օրինակ freedom, security and justice ոլորտի հետ կապված արդարադատությունը ոչ դատական իշխանության, այլ առհասարակ այլ հարցերի հետ կապված, որտեղ մենք ավելի մոտիկ ենք գտնվում Ադրբեջանի եւ Բելարուսին, բայց այստեղ Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա առաջատարներն են, հաշվի առնելով այն process-ները, որ անցել են։ Այլ հարցեր էլ կան, օրինակ կայուն զարգացում, դրա ներքո օրինակ peace and partnership, խաղաղություն եւ համագործակցություն, այստեղ ցույց է տալիս, որ որոշակի process-ներ կան, թե հետագայում ինչպես կլինի, արդեն կհասկանանք։ Հասմիկ մի հարց Վրաստանի մասով, որը հետընթաց է արձանագրում, եւ ասացիք դա մեզ համար կարող է լինել որպես օրինակ, որ մենք նաեւ ազդակ ունենք լճացումից փոքր-ինչ հետընթաց ենք արձանագրում, Վրաստանի օրինակը։ Հաշվի առնելով Բրյուսելի եւ Թբիլիսիի քաղաքական տարաձայնությունները, նկատի ունեմ քաղաքական հարաբերությունների կայունությունը, որքանով է նպաստում ինդեքսում լավ ցուցանիշներ ունենալու վրա եւ արդյոք այս գնահատականները իրենք իրապես անկախ են, իրենք իրապես մասնագիտական են, իրենք իրապես չափելի են։ Շնորհակալ եմ Ժիրայր, շատ կարևոր հարց տվեցիք, ես ամեթոդոլոգիան ներկայացնելիս պիտի ասելի, զեկույցի առանձին հատվածները գրվում են անկախ փորձագետների կողմից, ովքեր երբեմն նույնիսկ անանուն են մնում, օրինակ Ադրբեջանի, Բելարուսի որոշակի փորձագետներ նախընտրում են մնալ անանուն, որովհետև նախորդ գնահատումից հետո այն եզակի իրավապաշտպանները, եթե կարող ենք այդպես ասել, ովքեր մաս էին կազմել, հետագայում բանտարկվել էին ներսի խնդիրները բարձրաձայնելու համար։ Բրյուսելում նստած անձինք չեն ինֆորմացիան տալիս, այլ յուրաքանչյուր երկրի իրավիճակը տիրապետող փորձագետներ,
անկախ օբյեկտիվ չափանիշների հիման վրա եւ ընտրության process-ն էլ հեշտ չի, պիտի իսկապես այդպեսին լինեն, այսինքն որ կարողանան աշխատել։ Հետագայում մի քանի review էլ անցնում է արդեն նոր Բրյուսելում այլ մակարդակով, որը թույլ կտա որևէ կերպ կասկածի տակ չդնել արդյունքները։ Բայց հաշվի առնելով այն հարցի առաջին մասը Բրյուսել Թբիլիսի, այստեղ գիտեք մի կողմից Բրյուսելի կողմից կա եւ պիտի լինի շահագրգռվածություն չթողնել ամբողջությամբ զամբյուղից դուրս գալ, բայց մյուս կողմից էլ այստեղ կարևոր դերակատարում պիտի ունենան եւ մի կողմից Վրաստանի քաղաքասարակությունը եւ իշխանությունները։ Իշխանությունների պարագայում բոլորս է տեսնում ենք, իրենց համար այլևս չասեմ կարևորություն չէ, բայց մի ճանապարհ են ворթեգրել, որտեղ անում են այնպես, ինչպես անում են, հա, այդ process-ները։ Լավ է, վատ է, ես չեմ գնահատի դա հիմա այս պահին, բայց փաստացի հետընթաց նկատվում է, օրինակ այլ հարթակներում մենք տեսնում ենք ՏՀԶԿ-ն Վրաստանը դուրս է եկել առհասարակ չի մասնակցում, որովհետև իրանց պետք չէ, որ օրինակ Ստամբուլյան գնահատման շրջանակներում հակակոռուպցիոն ցանցի իրենց գնահատեն։ Սա ցավալի է։ Ես չեմ ուզենա երբևէ, որ Հայաստանը նման մեխանիզմներից դուրս գա, որովհետև այդ մեխանիզմները, այդ անդամությունները լրացուցիչ երաշխիք են դրսի աչքի համար, հատկապես արտաքին մասնակցության, որ մենք հարում ենք ավելի այս արևմտյան արժեքները։ Սա կարևոր է, բայց միևնույն ժամանակ էլ չպիտի դա ձևական լինի։ Հա, դու մասնակցես, բայց որևէ օրակարգ քո ներսում չփոխվի։ Այստեղ կարևոր գործոն ունի անելու Վրաստանի քաղաքասարակությունը, որը մշտապես եղել է ռեգիոնի ամենաուժեղներից, իսկապես, եւ շարունակում է լինել, բայց այստեղ այլ հարցեր էլ կարող են առաջ գալ եւ Վրաստանի եւ ինչու՞ չէ նաեւ Հայաստանի, Մոլդովայի քաղաքասարակության համար էլ ամերիկյան ֆոնդերի կրճատումից հետո ինչքանով նույն թափով կարող են այն նույն աշխատանքները կատարել, ինչ որ նախկինում էր կատարվում, որովհետեւ անկախ տարբեր մոտեցումներից, ինչպիսի կարծիքներ կլինեն քաղաքասարակության վերաբերյալ, բոլոր երկրներում է, ամենայն դեպս իմ թվարկած գոնե Վրաստան, Հայաստան, Մոլդովա, կարևոր գործընթացների շարժիչ ուժը եղել են քաղաքասարակության դերակատարները, իշխանություններին հաշվետվականության դաշտ բերելու դերակատարները եղել են եւ մնում են, հա, ՀԿ-ները, մարդու իրավունքների իրավապաշտպանները, այսպես ասած, եւ միշտ այդ ռեֆորմին աջակցող գործընկերներ են եղել։ Հիմա ինչքանով Վրաստանի պարագայում սա կփոխվի կամ կայուն մնա, զարգացումները հետագա ցույց կտան, բայց բոլոր առումներով կարծում եմ Վրաստանը Հայաստանի համար պիտի օրինակ լինել, ինչ չանել, որպեսի չհանգենք այդ կետին եւ եթե կան լավ օրինակներ, նույն օրինակ Մոլդովայի պարագայում, օրինակ Մոլդովայից, Ուկրաինայից մենք կարող ենք դասեր քաղել առանձին կետերում ԵՄ մոտեցման, հա, մոտարկման, ինչպես են որոշակի քայլեր կատարվել, էներգետիկ սեկտորից սկսած ճանապարհային որոշակի փոփոխություններ ՍԵՊԱ-ով նախատեսված այդ բոլոր ոլորտների համար, ինչպես անել, որ լավ լինի եւ ինչ անել, որպեսզի այն վատ խնդրահարույց արդյունքը լինի, որը պետությունները հարևան արդեն իսկ կատարել են։ Եվ վերջինը մի այսպիսի մի քիչ ուրիշ կողմից կանք հարցին, փոքրինչ ավելի քաղաքական։ Տեսեք, ինչի մասին հիմա դուք խոսում եք, չէ՞։ Խոսում ենք կառավարման իրավունքների մասին եւ ցանկացածի դեպքում էլ խախտումների խնդրահարույց իրավիճակներ եւ վերջում մենք գալիս ենք հանգում ենք դատական համակարգին, չէ՞։ Այսինքն այս բոլոր ոլորտները ի վերջո ինչ որ պահի, եթե կա խնդիր, պիտի առնչություն ունենա դատարանների հետ, բա ինչպես է ստացվում, որ օրինակ Հայաստանում համենայն դեպս հանրային մակարդակում եւ իշխանությունը եւ քաղաքական ընդդիմությունը դժգոհ են դատական համակարգից։ Շատ լավ հարց եք տալիս։ Իշխանությունը չեմ կարծում, որ Պատգամներ գալիս ասում են մենք գիտենք դատական համակարգը եթե վերափոխվել է լավ չի վերափոխվել, դատական համակարգը մեզանից է անկախ մյուս կողմից չգիտենք, ընդդիմադիրները գալիս են ասում են դատական համակարգը մեզանից է անկախ ձեզանից անկախ չէ, երկու կողմն էլ դժգոհ են ինչ-որ չափով։ Արդյունքում տեսեք, ստեղծվել է մի իրավիճակ, որ դատական համակարգը փաստացի չկրեց այն բարեփոխումների ողջ փաթեթը, որը իշխանությունը ինքը խոստացել էր։ Ես ամենայն հարգանքով, բայց լրջությամբ չեմ մոտենում իշխող ուժի կողմից դատական համակարգի վերաբերյալ արվող մեկնաբանություններին, որովհետև նույն հաջողությամբ օրինակ օրեր առաջ ես տեսա սոցիալական ցանցերում գրառում ներկայիս ընթացիկ, քանի որ հարցը քաղաքական էր, անխուսափելի է, կարևոր գործի վերաբերյալ, որտեղ խոսք է տրվում, որ անձը պիտի կալանավորվի, իհարկե հետագայում այդ գրառումը փոխվեց, հետո վերացավ, բայց փաստացի այդ ներքին համոզմունքը կար, որ այդպես էլ լինելու է։ Ես, գիտեք,
տարբեր է, երբ որ դու խոսում ես համակարգային կոռուպցիայի, համակարգային կախվածության մասին եւ առանձին դրսեւորումներ։ Հայաստանի պարագայում սրանք լրջագույն ուսումնասիրության հարցեր են եւ պետք էր կատարվեր նման բան եւ իշխող ուժին էլ պիտի դա պետք լիներ հասկանալ։ Այդքան որ բողոքում էին դատավորները կաշառակեր էին, ամենայն հարգանքով ներողություն եմ խնդրում, բայց ես պիտի ցիտեմ այդ արտահայտությունն է, պատերի տակ վստացող են, ինչը խայտարակ արտահայտություն է դատական համակարգման, բայց վերջի վերջո պիտի լավ մի հատ ուսումնասիրվեր խնդիրների մակարդակը, ինչ են ուզում փոխեն, ինչ հնարավորություն կա եւ ուր կարող ենք հասնել։ Ոչ մեկը այդ ամեն ինչ չի արվել եւ հիմա եթե նույնիսկ բողոքում են, իրենց չարածին մեղքը կրկին դատական համակարգի վրա թողնելու փորձ եմ ես որպես գնահատում, որովհետեւ բոլորս է գիտենք, եթե ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ ԱԱԾ-ից ստանում ենք տվյալներ, որոնք նույնիսկ գաղտնիք կարող են ինչ-որ փուլում համարվել կամ չկա դատավոր, որ իմ ասածը չանի, հետագայում հույս ունենալ, որ դատական համակարգի 300-ից ավել դատավորները նույն ներքին ամրությունը կցուցաբերեն, լավ իմանալ որ օրինակ եթե այս որոշումը չկայացնեմ, մի քանի ամիս հետո կամ կարճ ժամանակ հետո կարգապահական վարույթ կարող է հարուցվել կամ կարող է զրկվել առաջ խաղացման հնարավորությունից։ Սրանք երևույթներ են, որ ակնհայտ են կամ պրակտիկայում չեն կարող մեզ խաբել։ Հետո եթե բողոքում են դատական համակարգից, դա ինձ համար անլուրջ է։ Այստեղ ես կարող եմ տեսնել փորձ իրենց չարածը կամ կիսատ կամ վատ արածը նորից դատական համակարգի վրա բարթելու մասով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպության իրավաբան Հասմիկ Հարությունյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։